10-ամսյա նախաքննությունից հետո Սամվել Կարապետյանի գործով առաջին դատական նիստը դռն բաց է, բայց դատավորը պարտավոր է գործով անցնողներից հետաքրքրվել, արդյոք դեմ չեն նիստի տեսաձայնագրմանը կամ ուղիղ հեռարձակմանը։ 3 մեղադրյալներից միայն մեկն առարկեց, մյուսները, այդ թվում Սամվել Կարապետյանը, ապավինեցին պաշտպանների դիրքորոշմանը, իսկ նրանք մասնագիտական քննարկումների դաշտում մնալու հիմնավորմամբ դատարանին խնդրեցին ինչպես նիստի տեսաձայնագրումը, այնպես էլ ուղիղ հեռարձակումն արգելել, թեպետ այսպես թե այնպես նիստը մնում է դռն բաց։ Լրատվամիջոցները նիստի մեկնարկից ձայնագրություն տարածեցին։ Կարապետյանը Հայաստանի ռեզիդենտ քաղաքացի է, ունի նաև ռուսական և կիպրիական անձնագրեր։ Օտարերկրյա քաղաքացիություններից հրաժարվում է, գործընթացն արդեն սկսել է։ Քանի որ ես հիմա ուժեղ Հայաստան ռուսական նախագահն եմ եւ մասնակցում եմ ընտրություններին, ու վստահ եմ հաղթանակի մեջ, համար սկսել եմ գործընթաց այդ անձնագրերից հրաժարվում։ Այսինքն ձեր ասած գործընթացները վերաբերում են քաղաքացիությունից հրաժարվելու։ Այո։ Կարապետյանի պաշտպաններն ավելի վաղ հայտնել էին, թե միջնորդել են առաջնահերթ քննության առնել նրա տնային կալանքը վերացնելու հարցը, բայց նիստի ընթացքում նախ դատախազին առաջարկեցին ինքնաբացարկ հայտնել, քանի որ ըստ նրանց Արգամ Դալաքյանը կողմնակալ է եղել։ Մեղադրողն այնուամենայնիվ գործից չհրաժարվեց, իր հերթին միջնորդեց Կարապետյանի տնային կալանքը ևս 3 ամսով երկարաձգել, մինչդեռ նախորդ անգամ, երբ դատարանը միայն 1 ամսով էր այն երկարացրել, ըստ պաշտպանական խմբից Արամ Վարդևանյանի արձանագրել էր, որ ակտիվ վարութային գործողությունների շարունակման համար է անհրաժեշտությունն առաջացել, իսկ դատախազ Դալաքյանը մասնակի բավարարված այդ որոշումը չէր բողոքարկել։ Այսինքն Դալաքյանը համաձայն էր, որ 1 ամսով երկարաձգվի բացառապես այն հիմքով, որ դեռ նախաքննության ընթացքում պետք է գործողություններ կատարվեն, այդ պատճառաբանության հետ համաձայնվել է, դրան հաջորդել է ինչ, նախաքննության ավարտ, ակտիվ գործողությունների բացակայություն, իրենց կողմից իբրև մեղադրական եզրակացության հաստատում, բայց հիմա էլ գալիս է եւ ներկայացնում է դիրքորոշում, որ 3 ամսով երկարաձգվի տնային կալանքը։ Ես իսկապես ուզում եմ հասկանալ, որտեղ կարող է լինել ողջամտությունը։ Կարապետյանի պաշտպանական խումբը շարունակում է պնդել, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ խորհրդարանական ընտրությունները մոտենում են, իսկ Սամվել Կարապետյանը ուժեղ Հայաստան կուսակցության վարչապետի թեկնածուն է, տնային կալանքը րոպե առաջ դատարանը պետք է վերացնի, որպեսզի երկրի ղեկն իր ձեռքն առնելուն պատրաստ Կարապետյանը հավասար հնարավորություններ ունենա մասնակցելու քարոզարշավին, ինչպես նաև քաղաքացիների հետ շփվելու համար։ Մեզ համար էական նշանակություն ունի նույնիսկ 1 ժամը, որ խափանման միջոցը փոխվի, որովհետև այդ 1 ժամը կարող է ծառայել քաղաքական գործընթացներին պատշաճ մասնակցության համար, նույնիսկ այդ 1 ժամը։ Բայց դատարանը ծանրաբեռնված է, նիստը հետաձգվեց, 2 օրից կշարունակեն։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։